Ինչպես տնային պայմաններում ծաղկամանի մեջ աճեցնել ելակ։ Բանջարեղեններ, որոնք հեշտությամբ կարելի է աճեցնել տանը։ Երբեմն ցանկություն է առաջանում դուրս գալ պատշգամբ եւ հավաքել սեփական ձեռքերով տնկած բանջարեղենն ու կանաչեղենը, ապա դրանցով հրաշալի կերակուր պատրաստել։ Ադմիրու ներկայացրել է մի շարք բանջարեղեններ եւ կանաչեղեն, որոնք հեշտությամբ կարելի է տնկել բնակարանային պայմաններում։ Պղպեղ։ Պատուհանագոգին կարելի է աճեցնել կծու պղպեղ, որով հիանալի կծու ճաշատեսակներ կստացվեն։ Պղպեղի մեկ տնկից կարելի է ստանալ մինչև 50 պղպեղիկ, իսկ թփի համար լավագույն ջերմաստիճանը 25-ից 27 աստիճան տաքությունն է։ Գազար։ Գազարն աճում է 80-ից 90 օրվա ընթացքում եւ շատ տեղ չի զբաղեցնում։ Գազարի համար նախատեսված հողը պետք է թեթև լինի եւ լավ օդափոխվի։ Բանջարեղենը հնարավոր է նաեւ աճեցնել կտրած պլաստիկ շշերի մեջ։ Թփերի համար լավագույն ջերմաստիճանը 13-ից 24 աստիճան տաքությունն է։ Անանուխ։ Անանուխը քմահաճ եւ պահանջկոտ բույս չէ։ Այն կարող է աճել նույնիսկ ձմռանը, եթե պահպանվի 20-25 աստիճան ջերմաստիճանը։ Բույսն աճում է լավ լուսավորված վայրում, սակայն անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ Անանուխից կարելի է համեղ ուտեստներ պատրաստել կամ օգտակար թեյ։ Կանաչ սոխ։ Կանաչ սոխ աճեցնելու համար անհրաժեշտ է սովորական սոխի գլուխ։ Եթե այն նոր եք տնկել, պահեք մութ եւ զով պահարանում, մինչև առաջին ծիլերը, ապա տեղափոխեք լուսավոր պատուհանագոգին։ Լավագույն ջերմաստիճանը 18-ից 20 աստիճանն է, սակայն այն չպետք է շատ տաքացնել, քանի որ աճը կարող է կանգնել։ Ռեհան։ Ռեհանն ամենահեշտ աճող բույսերից է, որն աճեցնելու համար անհրաժեշտ է գնել ռեհանի սերմեր։ Լավագույն ջերմաստիճանը 20-ից 25 աստիճանն է։ Ձմռան այն անհրաժեշտ է 3-4 ժամ լուսավորել էլեկտրական լամպով, ցերեկային լույսն ավելացնելու համար։ Վարունգ։ Ուշադիր եղեք դրա տեսակների ընտրության հարցում։ Ընտրեք ինքնափոշոտվող տեսակները։ Եթե բոլոր պայմաններով հնարավոր լինի ապահովել, այն կարող է տալ 30-ից 40 պտուղ։ Երբ այն արդեն տնկեք առնվազն 5 լիտր տարողությամբ արկղերի մեջ, անհրաժեշտ կլինի կտրատել բեղիկները եւ անընդհատ ջրել։ Վարունգը պահանջում է 21-ից 24 աստիճան տաքություն։ Լոլիկ։ Տնային պայմաններում աճեցնելու համար սովորաբար ընտրում են մանր տեսակի լոլիկները, որոնց համար օպտիմալ ջերմաստիճանը 23-ից 25 աստիճանն է։ Լոլիկները ջրի կարիք ունեն, սակայն այն հեշտությամբ կարելի է փչացնել չափից շատ ջրելով։ Թրթնջուկ։ Այն հանգիստ կարող է աճել ստվերոտ վայրում, կարող է աճել եւ 5 եւ 20 աստիճան տաքության դեպքում։ Տերևները կարող են հասնել մինչև 8-ից 10 սանտիմետրի։ Կոճապղպեղ։ Խոնավասեր կոճապղպեղն արևադարձային բազմամյա բույս է, որն օգտագործվում է խոհարարության, ինչպես նաև սննդարդյունաբերության մեջ։ Այն կարող է աճել 20-25 աստիճան տաքության դեպքում։ Արքայախնձոր։ Տնկելուց պետք է անցնի առնվազն 2 տարի, իսկ ծաղկումը տևում է 15-20 օր։ Արքայախնձորն արժեքավոր սննդատեսակ է։ Զարմանալի բուժական հատկությունները պայմանավորված են միջուկում պարունակվող սննդարար նյութերով։ Արքայախնձորին անհրաժեշտ է 23-ից 30 աստիճան տաքություն։ Ելակ։ Ելակի թուփն ունի սպիտակ ծաղիկներ եւ քաղցր պտուղներ։ Այն հարուստ է վիտամիններով եւ թթուներով։ Սերմերը տնկելուց հետո անցնում է 3-4 ամիս։ Ելակի բույսը չափազանց մռսկան է եւ այն հեշտությամբ կարող է փչանալ միջատների ներգործությունից։ Ելակին անհրաժեշտ է 18-ից 24 աստիճան տաքություն։ Ինչպես ավելի մանրամասն իմանալ ելակը տնկելու մասին, կարող եք հետևյալ հոլովակից, որի հղումը ես կդնեմ այս հոլովակի բնութագրի մեջ։ Սեղմեք եւ մանրամասն ավելի նկարներով եւ այլն վիդեո տարբերակով կարող եք տեսնել։ Սա ընդհանուր ներկայացումն էր։ Հաջողություն ձեր ձեռնարկած գործերին։